միմիայն ուրախացնում է, ահա հիմա այնպես անենք մեզ տեսնեն նաև, խնդրեմ բարևներ բոլորին հարգելի բարեկամներ, Սարդամանիկ Երևանից ողջույններ։ Սարդամանիկ մեր մոտ այնքան ջերմ առավոտ էր այսօր։ Շատ հաճելի է դա։ Արևոտ, շատ սառն է Երևանում, Երևանյան, այո, եւ քիչ առաջ տեղեկացա, որ ել ավելի է նվազելու օդի ջերմաստիճան, այնպես որ ակնկալում ենք Լոս Անջելեսից մի փոքր արև կփոխանցեք հուսամ։ Մեր ռադիոլսողների միջոցով FM ալիքներով արև մի քիչ ուղարկեք։ Էս է, տոն է այսօր, բանակի օրն է, հայոց բանակի փառապանծ, բանակի օրը հունվարի 28, շնորհավորում ենք բոլորին, ովքեր ծառայել են, ովքեր ծառայում են, ովքեր իրենց նվիրել են այդ շատ լուրջ եւ ոչ միանշանակ ինստիտուտին, որը կոչվում է բանակ, եւ պետության հիմքն է, ինչ խոսք, եթե պետությունը իրեն պաշտպանել չի կարող, այդ արդեն ամեն ինչ փոխում է, բանակը ուժն է մեր։ Հետարքիր է, չէ, հիմա մենք այդ ինչքան վստահաբար դա ասում ենք, չէ, բանակի հետ կապված, բայց սովետական տարիներին այդպես չէր։ Ես որ բանակ գնացի, այդ զգացողությունը չունեի, որ ես իմ հայրենիքն եմ պաշտպանում կամ բան, բոլորովին այդ չէր էլի։ Փաստորեն այդ nation creation-ը սովետը ամենաուժեղը ուզեցավ անի, չէ, որ սովետский человек ուզում էին կերտել, ոչ թե ազգությամբ, այլ ընդհանուր sense ինչ որ նոր մի կարծրատիպով, բայց դա չաշխատեց ակնհայտ։ Չաշխատեց։ Այդ բանը Ստրինդբերգը մի պատմվածք ունի, ուրեմն ամերիկացի միլիոնատերերի չմասին է, իդեպ Թրամփին մի քիչ նման բաներով էլի։ Ու այս միլիոնատերը ուզում է իր գրասենյակում մի սեղան ունենա, որը պատրաստված լինի Ամերիկայում ինչքան ծառ գոյություն ունի, այդ բոլոր ծառերը այդ բանի մեջ պիտի լինեն, այդ փայտե սեղանի մեջ։ Այս մասնագետին, այն մասնագետին չի լինում, ծառեր կան, որ չեն բանանում, հա, ու այդպես էլ չի կարողանում այդ սեղանը սարքել։ Հիմա սովետական միությունը այդպես եղավ, ինքը փորձեց այդ ազգերին տարբեր կրոն ունեցող, տարբեր բան անող, տարբեր ազգու կուլտուրայով ու պատմությամբ սարքել մի ժողովուրդ չստացվեց, հա։ Չի ստացվի։ Փաստորեն, հա, էլի։ Ազգայինը շատ ուժեղ բան է, չես կարող նոր ինչ-որ բան կերտել, դարերից է գալիս։ Էն էլ այդքան արագ էլի։ Այո, իհարկե, արագի մեջ, թեպետ որ նայում ես այդ nation creation-ը մենակ խորհրդային կարգերը չէ, որ փորձել են անել, ամերիկանները անում։ Ամերիկանը շատ փորձեց եւ էլի ձախողեց, եւ միշտ ասում են no more nation building ասում են, հերիք է այմար, չենք կարողանում էլի, հա։ Դե ինչ ընկերներ, բանակի օրվա կապակցությամբ տրամաբանական է, որ հնչել են շնորհավորանքներ, հիմա չեմ ցիտելու, մեծ, բոլորն են շնորհավորել են, հարգանքի տուրք են մատուցել, ապրեն, իհարկե կրկին երեկվա ձևաչափով եռաբլրում որոշ բաներ եղան, դեղ դիմության ներկայացուցիչներ էին եռաբլրում իրենց հարգանքի տուրքը մատուցում եւ ինչ որ մի կին ասում են, որ զոհվածի մայրը, դրա համար շատ ավելորդ բան հանկարծ չասեմ, ամենայն հարգանքով, բայց ռուսերենով դիմում է մեր ձևով շարժման ղեկավարությանը, որպեսզի ազատագրեն Հայաստանը թուրքահպատակ ուժերից, եւ այսօր որոշ ալիքներով ցույց էին տալիս, հետաքրքիր է, եթե թուրքահպատակ ուժեր են, ինչու է կինը ռուսերենով խոսում։ Եթե այդ ամենը հնչեր մաքրամաքուր հայերենով եւ ասեին մեր, երբ որ գիտես ինչ, երբ որ մի ուժից ասում են ազատվի, բայց մեկ ուրիշ ուժ է, ուժի լեզվով է այդ ամենը հնչում, դա մի քիչ հավատը չի գալիս կարճ ասած։ Բայց դե ունենք այն ինչ ունենք, այսօր չեմ ուզում կենտրոնանալ այդ ով ու ինչ ասեց, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր բանավոր առճակատման մեջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ասում է դուք էիք բանակ պահում, չգիտեմ ինչ, զինվորները սոված են, ես ձերորոք եմ ծառայել, իր կյանքից ինչ որ հատվածներ է պատմում բանակի, եւ Քոչարյանի կողմը հակադարձում է ասելով, օքեյ, դուք sense բաներ եք ասում, բայց Ղարաբաղի ձևը ուրիշ էր, Հայաստանի ձևը ուրիշ էր, հիմա ով է ճիշտ, ով է սխալ, այս պատմության մեջ դատեք ինքներդ բարեկամներ, ես չեմ ուզում որևէ գնահատական տալ, բայց ցավալի է ամենը դիտել։ Ախր ինչ հետաքրքիր է, հիմա տեսեք, ասենք, այս դեպքում երկուսն էլ ճիշտ են ասում։
Դա էլի։ Այն իմաստով որ այո, երկուսն էլ խնդրեմ է, մեկը այն իրանց համար, մեկը այս կողմի համար, հասկանում եք, հա, ասենք պայմանական, ասենք կապույտ ու կանաչ, հա։ Ճիշտ է, բայց փոխանակ պատճառը բերեն, ասենք լավ, իսկապես բոլորս գիտենք թե բանակում ինչ էր կատարվում, այդ տեսագրությունները, որ մենք բոլորս տեսանք, ախր եկեք չմոռանանք դա, երբ որ մեր գեներալը զինվորի բանը կերակրում էր իր արջին, ախր էսա մոռանալու բան չի, էլի։ Ասում սուտ այդպես չի, հորինած է, չէ։ Դա խոսում է բանակի մասին, հա։ Դե ինչ է այնտեղ կատարվում։ Եվ հիմա վերընկերում դա համեմատում է նրա հետ ինչ որ, հա, չէ։ Ակամ տեսանյութ հիմա տեսնում եմ, լայվի մեջ են հակադարձում են, չգիտեմ ինչի մասն է խոսքը, կծանոթանամ կասեմ։ Իրանի շուրջ է լարվում իրավիճակը։ Ինձ թվում էր անցավ, մի քիչ ետնահան չկա, բայց ոչ, նոր ուժեր են կենտրոնացնում։ Բանը ատամները խրել է արդեն Թրամփը, էլ բաց չի թողնի։ Հիմա տես ինչ է ասում։ Բա դիլ արեց ղեկավարության հետ։ Մի օր տենց ասում, մյուսօր ուրիշ բան է ասում։ Դա հենց է դա։ Ուրեմն մեջբերում եմ նախագահին Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ եւ հզոր ուժով։ Իր սոցցանցում գրել է Թրամփը նշելով, որ մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է Աբրահամ Լինքոլն ավիակիրը։ Այս ամենասարսափելի աշխարհի զենքերի ավիակիրներից մեկն է։ Ինչպես եւ Վենեսուելայի պարագայում, այս դեպքում եւս այն պատրաստ է իր առաքելությունը իրականացնել արագորեն եւ եթե պետք լինի բռնության կիրառմամբ։ Հա, մարդս էլի մենք Եվ օրինակ ասում են Սոմալիում ինչ արեցին, նույնը այստեղ կանեմ ասում, այսինքն նրա խոսքով ինքը հույս ունի, որ Իրանը արագորեն կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ արդար ու իրավահավասար համաձայնագիր կկնքի։ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, դա լավ է բոլոր կողմերի համար։ Ժամանակը սակայն սպառվում է, սա կենսական խնդիր է, սպառվում է ժամանակը։ Ես նախկինում եմ ասել, Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Դրանք չլսեցին ինձ։ Ինչին հետևեց կեսգիշերային մուրջ գործողությունը եւ Իրանի ահռելի կորուստները, ճիշտ ասում։ Հաջորդ հարվածը ավելի հզոր է լինելու, զգուշացրել է Թրամփը հավելելով՝ «Մի ստիպեք ինձ գնալ այդ քայլին»։ Սրանից ավել էլ ոնց սպառնաս ամենաուղիղ ձևով։ Եվ զուգով հավատացեք, այնտեղ նստած մտածում են, ժողով են անում, խառնվել են իրար, որտեվ գիտեն, որ շատ կատակ չի անում պարոն Թրամփը։ Եվ այս ուժերը տարածաշրջան մոտենալուն պես կապակցված թե ոչ Իսրայելի հռետորաբանությունը փոխվեց։ Այսօր մեր միջազգային անդրադարձում խոսեցինք դրա մասին։ Իսրայելը այսօր ըստ էության առաջին անգամ ասաց, որ Պաղեստին պետություն տենց բան չի լինելու։ Մենք ասում է վերահսկելու ենք Հորդանան գետից մինչև միջերկրական ծով ընկած ամբողջ հատվածը, վերջ։ Այդ ՄԱԿ-ը, ԷՍ-ի, Պողոսը, Պետրոսը, որ ասում էին ինչ որ West Bank-ին, չէ՞, կոչում այդ արևմտյան ափը, որ պիտի Պաղեստին, այնտեղ ինքնավարություն, բան, առաջին անգամ Բենյամին Նեթանյահուն եթերում ասաց, եւ սա չի կարող էլի անարձագանք մնալ, փաստորեն վերջ, որ ՄԱԿ-ի խորհուրդ, բան, էսեն, վերջ, մենք Գազայից միջերկրական ծովի ափից մինչև Հորդանան գետ վերահսկողությունը վերցնելու ենք մեր ձեռքը, ահա, սա կարծում եմ էլի Տրամպի վարած քաղաքականության արդյունքն է։ Անցյալ օրն էլ պայմանավորվեցին եւս 10 տարվա պաշտպանության պայմանագիր կնքել Իսրայելում Միացյալ Նահանգների 10 տարվա, այսինքն ես սա ցավով նշում եմ հատկապես բանակի օրվա այս տրամաբանության մեջ նրա համար, որ տեսնեն, գուցե հասկանան ոմանք, որ այ հաղթելը որն է, այլ դաշնակիցը որն է, ինչ միջազգային իրավունք, ինչ բան, վերցրել ես հողը, պիտի պահես, պիտի ասես չկա տենց բան, ինչ բանակցել, ինչ բան, ոնց կարա հիմա պատկերացրեք Իսրայելը գնա Գազայի կամ Պաղեստինի ժողովրդի հետ հավասարի բանակցի, չէ, գտել է համապատասխան աջակից ու դաշնակից, մինչև վերջ գնում է իր սկզբունքներով։ Եվ գիտես ոնց Ռաֆայել, ինքը գնում է հնարավորինս արագ, քանի Թրամփի մի բան չի եղել։ Այս պահը մինչև վերջ ուզում է օգտագործի եւ դա ակնհայտ կերպով երևում է։ Իհարկե, այդ էլ է դիվանագիտության արդյունքը, ոչ թե 30 տարի 6 հատ Գրաչովի հետ սաունայում նստես, աղջիկների կողքը յալա անես ու գնաց հավասարի բանակցես, ես չեմ պատկերացնում դա, ես դա չեմ կարող հասկանամ։
Միգուցե տասնամյակներ անցնեն, փիլիսոփաները եւ ոսկե ուղեղները ինչ որ մի եզրակացության գան, բայց ես չեմ կարողանում հասկանալ վստահ եմ շատերը ոնց կարող է այդպես բան լինել։ Իդեպ Փաշինյանը այսօր շատ հետաքրքիր մի բան բանակի օրվա հետ կապված շատ հետաքրքիր մի բան ասեց, որ մի տեսակ աչքերս բացվեց, էլի հասկացա թե իսկապես ինչ էր կատարվել։ Մի փոքր երկար է, բայց ես կփորձեմ կարճ ներկայացնել։ Ուրեմն վերնագիրը Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ ասելով ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու որոշում է կայացված։ Պատկերացնում եք ինչ է ասում։ Ուրեմն ասում է, որ բանակի վրա ծախսել են եւ այլն, հավելելով, բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի։ Իսկ ինչու այս նույնը չի արվել 18, 19, 20, 21, 22 թվականներին։ Սպառազինության տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստան Հանրապետությանը զենք վաճառել երկու հիմնական պատճառաբանությամբ։ Վստահ չէին, որ այդ զենքը չի տեղակայվի Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս, այսինքն չեն տա ռուսներին կամ ուրիշին։ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չեն դառնա ՀԱՊԿ-ին, այսինքն ռուսներին, որի անդամակցությունը նույնպես խոչընդոտում էր նրա գործարքները կնքելուն։ Հիմա ինչ է ստացվում, տեսեք, արտասահմանը մեզ զենք չէր ծախում ուրեմն այդ թվականներին, այդ պատճառներով ինչպես ասված։ Իսկ ՀԱՊԿ-ի գործընկերները, հիմա ասենք, որտեղից գա զենքը, ՀԱՊԿ-ի գործընկերներից 22 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաև մատակարարել 100 միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումների Հայաստանի Հանրապետությունը արդեն կատարել էր։ Դուք հասկանում եք ինչ է ստացվում։ Այսինքն մենք փողը տվել ենք, որ այդ ՀԱՊԿ-ից պիտի առնենք այդ քանի միլիոն զենք։ Իրանք դա չեն տալիս մեզ, փողը ստացել են։ Արտասահմանից էլ չեն կարողանում, որովհետեւ ասում են, այս մեր գաղտնիքները կգնա։ Հանկարծ կգնա Հայաստանն կդառնա այնտեղ։ Տեսեք ինչ իրավիճակ է եղել։ Հիմա հստակացավ, էլի արդեն։ Հիմա հստակացավ։ Տեսնենք ինչքան կտևի այս ամբողջ պատմությունը ՀԱՊԿ-ի հետ, որովհետև ՀԱՊԿ-ից էլ ասում են վաղ թե ուշ Հայաստանը կանգնելու է ասում են երկու բան չես կարող անել, ընտրության առջև։ Իդեպ երեք մենք մակերեսային անդրադարձ կատարեցինք Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությանը, որով նա բառացիորեն զգուշացնում է Հայաստանին, որ իր նույն ճանապարհով չգնա, ինչպես օրինակ գնաց Վրաստանը, եւ ասում է, որ հիմա ցավով է դիտում ինչ է կատարվում Վրաստանում, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր միտք հայտնեց Եվրոխորհրդարանում, ասելով, որ Ուկրաինան դա պլացդարմ է եւ Մոլդովայի ժողովուրդը շնորհակալ է երախտապարտ է Ուկրաինային, որով նա կանխում է առաջխաղացումը Ռուսաստանի դեպի Մոլդովա, նկատի ունի մեծ Դնեստրյան ուրեմն այդ արճակատումը հետաքրքրության համար մտա Google արեցի այդ մեծ Դնեստրը ավելի մանրամասն տիպիկ Ղարաբաղի պատմությունն է սովետը քանդվում է ժամանակին այդ Բեսարաբիա բան որ բաժանել էին սահմանները ով ինչ ում սահմանը ոնց է անցնում այդտեղ էթնիկ մալդավացիներ են ապրում բան այս ռուսները այս 10-ամյակների մի բան մենակ ավելացնեմ շարունակի էլի որտեվ շատերը չգիտեն Բեսարաբիա այդ Մոլդավիան եւ Ռումինիան Բեսարաբիայի մեջ էին մի բան էին լեզուն էլ նույնն է ուտելիքներն էլ նույնը հետո որ տես բաժանվեցին դարձան երկու երկիր արհեստականորեն բաժանեցին Մոլդովան շրջանն էր Բեսարաբիայի շրջաններից մեկն էր հա ոնց որ ժամանակին այն մնաց սոցիալիստական լագերում իսկ սա մնաց սովետականում էլի այո դա համար սես տարբերություններ հիմա որ սովետը քանդվեց 90-ականներին սովետը այդ ազատություն միացում բան այդ կռիվներ մեծ Դնեստրյան այդ տարածքի ժողովուրդը Ռուսաստանի հետ էր ուզում մնար Մոլդովան էլ դե անկախություն եւ այլն բան դե հիմա ասում են ուզում էր այն ժամանակ չգիտես ուզում էր թե չէր ուզում դե կռիվ եղավ դե ամեն դեպքում եթե կռվում էին իրար հետ մի քիչ բան է հա գեներալ Լեբեձ բան այսօր նայում էի հսկայական կռիվ ա եղել հազարավոր զոհերով բանով շատ լուրջ արճակատում ա եղել հիմա կարճ ասած այդ Մոլդովայի միջազգայինորեն ճանաչված սահմաններից ներս մեծ Դնեստրյան տարածքում Ռուսաստանի զորքերն են կանգնած եւ այդ տարածքը իրանք համարում են մեծ Դնեստրյան հանրապետություն
որը աշխարհում չի ճանաչվում, աշխարհը ասում է, չէ, դա Մոլդովա է, որտեղ կանգնած են ռուսական զորքերը։ Ու սահման չունի Ռուսաստանի հետ։ Ուկրաինան է սահմանը։ Հիմա դրա համար ասում եմ, եթե Ուկրաինան չլիներ, պոտենցիալ, եթե այսպես բան անենք, բարիերա դառնում է տեսակ էլի։ Այո, կգա, կկպնի մեծ դնեստրին, արդյունքում որ ասում են Եվրոպան վտանգված է, Եվրոպան վտանգված է, այդտեղ այդ աքելիսյան գարշապարը, որ ասում են թույլ կետը, այդ է, որ չգան չկպնեն։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ ես Մոլդավիայում շատ ժամանակ եմ անցկացրել, Կիշինյովում, գյուղերում, 3 ֆիլմում նկարուսանող ժամանակ ամիսներով ապրում էի այնտեղ, շփվել եմ լավ ժողովրդի հետ։ Եվ գիտեք ինչ է, հիմա որ այսպես կարողացավ համեմատաբար անկախանալ Մոլդավան Ռուսաստանից, ասենք ավելի լավ քան վրացի, քան մյուսները, զարմանում են շատերը, բայց քանի որ ես այնտեղ ապրել եմ, ես չեմ զարմանում։ Ռաֆայել, այնքան բան ազգայնական շարժումներ ունեին գաղտնի իրանք այնտեղ։ Ես որ տղեկի հետ շփվում էի, էլի, շատ ուժեղ ազգայնական իրանք որ չի երևում։ Մենք կարծում ենք մենակ մենք ենք որ բան մեր հողերը բան, իրանք էլ այդ շատ ունեին։ Եվ ես շատ ուրախ եմ որ կարողացան ի վերջո այդ ուժերը գալ։ Դա դիտա ռուսերեն հասկանում էին, բայց չէին խոսում դիտավորյալ ասումը։ Այո, չէ։ Բայց շատ էին խմում։ Շատ է դա ուրիշ պատմություն, բայց շատ կարևոր է, որ եկել ես մեր երկիր, այո, հարգում ենք բոլորին, սիրում ենք, բարով եկեք է բան, բայց այն որ տան տիրոջ իրավունքով ստեղ որ գալիս են, անգամ մերոնք են ռուսար։ Հիմա դուք եք փայլուն ռուսերենի տիրապետում, ես էլ եմ Ռուսաստան ծնված մեծացած, բայց երբ որ տան տիրոջ իրավունքով գալիս է բան, չէ, մենք ոնց են գալի ձեր մոտ սովորում։ Դուք եք սովորեք, ոչ թե ոնց դուք չեք հասկանում, ես ինչ ակցենտով եք խոսում կամ բան։ Բանը ասում էր Այդ ով էր եկել էր ասում տաքսիստը ռուսերեն չի կարող խոսալ ոնց որ հագաս գուբերնյան ու բան անես էլի ոնց չի կարող խոսալ Եվ դրա համար այսօր այդ Եռաբլուրի կադրերը որ տեսա իրոք էլի ոնց կարելի է հայկականության, հայապահպանության նման բառամթերք օգտագործել փրկեք մեզ բան ու այդ ամբողջը լինի ռուսերենով ու դա հրապարակեն բան գոնե տեղից էս մեղադրում են պրոռուսական ուժի մեջ ասեն Պուտինի ագենտն եք Բայց ձեր սատարողների լեզուն գոնե փոխեք, այ անաստվածներ, գոնե այդքան բանը մտածեք, որ հակափիար չլինի։ Умоляем вас, спасите нас, բան, այդ գնացեք Կրեմլի պատի տակ գոռացեք։ Մի հատ տեսնեմ քանի բառ կասեք, ասենք ասել։ Բայց Ռաֆայել, իսկ լուրջ եմ ասում, ինչ հետաքրքիր ժամանակ ենք ապրում, էլի։ Ֆանտաստիկ։ Սենց այդ Եվ այս ընտրությունները, այս գալիք ընտրությունները, չէ, հունիսի, շատ կարևոր են լինելու բարեկամներ, հավատացեք ինձ, շատ կարևոր են լինելու։ Մեր մի քանի տարվա երկրի ճակատագիրը կորոշվի էլի այդ ընտրությունների ժամանակ, առնվազն մի քանի տարվա։ Կամ առաջ են գնալու, կամ գնալու ենք փոսը։ Միջին չկա։ Այո։ Միջին չկա այստեղ, հա։ Եվ ես անգամ վախենում եմ մտածել, թե հակառակ դեպքում ինչ կլինի, եթե այդ հին ուժերը հանկարծ վերադառնան Ռուսամեն։ Ուղղակի սարսափում եմ մտածելուց։ Մարդիկ կախաղան կբարձրանան, ամբողջ այս արտաքին քաղաքականությունը, այս ամբողջ հարաբերությունները, որ տարիների ընթացքում բան արեցինք աշխարհի հետ, այդ ամբողջը ջուրը կգնա, էլի կդառնանք գավառ, Երևան են նկարներ կան այդ թվերին, որ հա Երևանը այտենց հետ են գնալու։ Վայ, Աստված մի արածե։ Լավ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում նշել է, որ Բաքվում դեռևս գտնվում են 19 գերիներ եւ նրանց ազատ արձակումը նշանակալի ներդրում կլինի հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։ Բարձրագույն այդ ամբիոնից ԱԳՆ նախարարը եւս մեկական ուշադրություն է հրավիրում այս խնդրին։ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում Միրզոյանը խոսել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքի եւ ընթացակարգերի մասին։ Նախարարը շեշտել է, որ թեև վերջին տարիներին Հայաստանը ցավալի փորձությունների է ենթարկվել, այդ թվում պատերազմի եւ դրա հաջորդած մարդասիրական հետևանքների, կատարել է խաղաղության հստակ եւ գիտակցված ընտրություն, ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք թույլ են տվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Միրզոյանը նշել է, որ մասնավորապես 25 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը նշանավորվեց պատմական շրջադարձային պահով։ Այստեղ հոդվածը ամբողջությամբ կա, բայց մեխը սա է, էլի որ։ Ես լավ լուրեր ունենք, Եվրոմիության 27 անդամ պետությունները միաձայն հաստատել են Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո աջակցության տրամադրումը։ Սա երկրորդ աջակցությունն է նույն գործարքից, առաջինը եղել էր 24 թվականին։ Ուրեմն այս մասին գրել է Արման Բաբաջանյանը։
եւ ասում է, որ ֆինանսավորումը նախատեսված է 35 ամիսների համար եւ ուղղվելու է Հայաստանի պաշտպանության ամրապնդմանը, լոգիստիկայի, բժշկական սարքավորումների եւ անհրաժեշտ տեխնիկական ուսուցման միջոցով։ Սա քաղաքական ու գործնական դուռ է, որը Հայաստանին թույլ է տալիս Եվրոմիության անդամ առանձին պետությունների հետ զարգացնել ռազմատեխնիկական համագործակցություն եվրոպական ստանդարտներով, վերահսկողությամբ եւ երկարաժամկետ ծրագրային տրամաբանություն։ Ընտիր, այո, ընտիր։ Շարունակելով ԵԽԽՎ-ի ելույթի թեման, ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները։ ԱԳՆ-ի պատասխանը ԵԽԽՎ-ը մեզ զգուշացնում էր, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմի մեջ է քաշում Ադրբեջան-Թուրքիայի հետ։ Հայաստանին միլիոնավոր դոլարների ֆեյքեր է բացված, էջեր է բացված, համացանցում ակտիվ գրող է, կոմենտների ինչ տեղատարափա ցանկացած բան։ Իդեպ մի դեղատոմս եմ մտածել, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ուրեմն ինչպես բացահայտել այդ ֆեյքերին, այս վերջերս հայտնի լրագրողներից մեկը հոդված էր գրել, որը կարծում եմ շատ տեղին էր այս ընտրությունների բանի մասին, տակը 1000 հոգի նույն copy-paste նույն վատ կոմենտներն էին գրել, տարբեր անուններով մարդիկ։ Ընկերներ, եթե նման բան տեսնեք, օրինակ Պողոս Պողոսյան, Մարտիրոս Մարտիրոսյան ու նույն կոմենտն է գրած copy-paste, այդ մարդկանց ուղղակի բլոկ արեք, որ դրանք չազդեն ձեր մտքի վրա, ձեր խելքի վրա, դրանք ֆեյքերն են։ Հիմա այս հիբրիդային պատերազմի հետ կապված, գիտեք, ԵԽԽՎ-ն եւ Եվրոպան մեզ աջակցություն է ցույց տալիս, անգամ Միացյալ Նահանգներն է ասել, որ ձեզ կօգնենք այդ հարցում եւ դա կարծում եմ նախընտրական շրջանում շատ կարեւոր է եւ հիմա էլ ԱԳՆ-ն է հայտարարում, որ հիբրիդային հարձակումների համատեքստում կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենսակարգավորման հարցերից մեկն են դարձել։ Կենսակարգավորում չէի լսել, բայց նախարարի կարծիքով հիբրիդային հարձակումները շարունակաբար ավելի կսրվեն մինչ ընտրությունների պահը, որոնց մենք մոտենում ենք, բայց մենք ձևավորել ենք իմունիտետ, պաշտպանվելու կարողություն այն միջավայրում, որտեղ վերջին 4-5-6 տարիների ընթացքում եղել են հիբրիդային սպառնալիքներ, կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա մասն են դարձել, որին մենք աստիճանաբար սովորում ենք դիմակայել, ասում է։ Ուրեմն հունիսին է, չէ, մնացել է հունվար անցանգամ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս 5 ամիս է մնացել։ Հիմա տեսեք, զսպանակը արդեն ինչքան սեղմված է այս էմոցիաների ու բաների, ուժերի։ Եվ հավատացեք ինձ, ամեն օր ավելի զսպանակը սեղմվելու է մինչև ընտրության օրը։ Սա այդպես չի անցնելու։ Այստեղ շատ հարցեր է լուծվելու, շատ։ Թե եկեղեցական հարցերն է լուծվելու, թե արտաքին հիմնական քաղաքականության շատ բաներ է լուծվելու։ Բավականին։ Երանի ձայն ունենայի քվեարկելի։ Եկեք լուսաբանենք այստեղ այդ օրը հունիսի 7-ն է։ Ուղիղ եթերում արտակարգ ռեժիմով Կիրակի է, չէ՞ կարծեմ աշխատենք։ Նայեմ, պետք է որ Կիրակի լինի, կարծեմ ընտրությունները միշտ են Կիրակի օրը, March, April, May, June 7th Sunday, այո, Կիրակի է։ Ո Աստված իմ, սպասում ենք։ Ուկրաինայում արդեն 4-րդ տարին ընթացող պատերազմի հետևանքով զոհված, վիրավորված կամ անհետ կորած ռուս եւ ուկրաինացի զինվորների թիվը այս գարնանը կարող է հասնել 2 միլիոնի։ Սա ասում է Վաշինգտոնում գործող ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակած ուսումնասիրությունում։ Ըստ այդ կենտրոնի այս տարիներին գրեթե 1.2 միլիոն ռուս եւ մոտ 600,000 ուկրաինացի զինվոր է զոհվել։ Պատկերացնում եք, ուրեմն 50% տարբեր կրկնակի են ռուսները զոհ տվել։ 1 միլիոն, 2 միլիոն եւ 600,000 ուկրաինացի։ Կիրառվել են սարսափելի է, էլի, սարսափելի։ Այսինքն երկու երկրների կորուստների ընդհանուր թիվը կազմում է 1.8 միլիոն։ 1.8 միլիոն երիտասարդներ, այս մարդիկ պիտի վաղը միսօր ընտանիք ունենային, հասարակության օգտակար լինեին, գիտություն առաջ տանեին կամ չգիտեմ ինչ է։ Բայց ոչ, սա այլ է այս Տեմոշենկոին էլ 3 հետախուզում էին հայտարարել, չէ՞։ Հիմա տեսնենք վիճակը ավելի է կարծես սրվում։ Ինքը Ուկրաինայում է ինքը։ Ուկրաինայի, հա, Ռադայում է, անգամ падգամավոր է, Ռադայի անդամ է։ Հա, գործող падգամավոր։ Ոնց, հա։ Ռուսաստանի դատարանը հերրակակարգով ձերբակալման որոշում է կայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Ռադայի անդամ Յուլիա Տիմոշենկոին։
նշում է, որ Տիմոշենկոն ձերբակալվում է հեռակակարգով ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է անգամ հայտարարված։ Տիմոշենկոն ընդհանրապես ասում են, որ եթե ընտրություն լիներ, այսօր երկրորդ տեղը ապահոված է Տիմոշենկոին, հիմա ես չգիտեմ սուտ ճիշտ ոնց ինչպես, բայց այդպես ռեյտինգներ ունի ու ինքը բոլոր նախագահների օրոք մնաց էլի ինչ որ մի ձև, դա էլ Դե ինքը ֆենոմենալ կերպար է, ասում եմ, ես իր մասին դոկումենտալ նայեցի, մտքովս չէր անցնի, որ ինքը այդ տեսակ մի կին է, էլի, բիզնես փողեր, մեծ գումարներ այնտեղ պաշտոններ առնել, ծախել եւ այլն, շատ խառը պատմություններ ունի, որ նայում եք տենց դեմքին բան մարմին չէ, ոչ հզոր մարմին թվում է թե բայ Վրաստանը մատը չտնես վերանը Վրաստանը, գանք Վրաստան, այս 2 օրվա ընթացքում 87 օտարերկրյա քաղաքացու է արտաքսել թիվն բան էլի Վրաստանի համար, ուրեմն դեպարտամենտի տվյալներով միգրացիայի դեպարտամենտի ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի ու էլի մի քանի մոտ 2 տասնյակ երկրի քաղաքացի, Հայաստանի նշված չէ, եւ ըստ գործող օրենսդրության արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստանի տարածք live, այսինքն վերջ հետ չեն կարող գալ, ասում են, որ աշխատանքի միգրանտներ են, փաստորեն Վրաստանը այտենց պահանջարկ ունի էլի, որ այսքան երկրներից Թայլանդ, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Սուդան, եկել աշխատանք գտնելու Ռաֆայել, մեզ հետ նկատել ես ինչ որ լինում է, մեզ թվում է աշխարհը մենակ մեզ հետ ա լինում։ Բա եկան սրանք լծվեցին, բա եկան, այմարդ, բոլոր երկրներն էլ այդ բանի մեջով անցնում են, հա։ Հələ ուրախացեք, որ գալիս են, այդքան բան ունենք մենք հնարավորություն ու պայմաններ, որ մարդիկ օտարերկրացիներ են գալիս։ Բայց հեսա, առաջով են գալիս։ Մի 10 տարի էլ հա ամենաշատը կտեսնեք այսօր առաքիչ հնդիկները ինչ բարեկեցության են հասնելու մեր երկրում։ Արդեն տեսնում ենք։ Ուրախ կլինեմ, հա։ Ես բան չասեցի։ Աշխատող ժողովուրդ են։ Հա, բայց նույն այդ պարագայում հարց է առաջանում, ինչպես են այս մարդիկ, այս ձյանը, այս փոթորիկին, սառուսներին ջարդուփշուր լինելով, ավտոների տակ ընկնելով, գալիս են, ապրում են, կեցություն են անում, չգիտեմ ինչ, տուն էլ փող են ուղարկում, մերոնց ճնշող մեծամասնությունը այդ նույն վիճակում գտնվող գուցե եւ ավելի վատ, ասում է գործ չկա, բան չկա, չենք անում, չենք ուզում եւ այլն։ Ոնց են այդ մարդիկ հասնում։ Հենց այդպես, այստեղ են ասում, չուտողի մալը ուտողին հալելա, հա։ Չես ուզում, ես կաշխատեմ։ Բաց տեղ որ կա, կլրացվի միշտ։ Հա, համ էլ ամեն, ասենք, քաղաքի տայրան թույլ չի տա դելիվերի անի, չէ։ Հենց այդ է, քանդե մեր տունը։ Հա, հենց այդ է, այսինքն ավելի լավ է այն փող կպցնելու համակարգը գործի դնենք։ Գցի, քցելը, բաբա, քցելը։ Կպցնել էլ ոչինչ, քցենք։ Գցել եք ասում, հիմա այդ կազմակերպության անունը չեմ տա, մի շատ լուրջ կազմակերպության հետ, մի անգամ հայ մեծ կազմակերպության հետ գործ բռնեցի, ես մի տարի է ինչ ստեղ բան, մինչև հիմա ֆինանսական դատաստանի հետ մեջ ենք, մեծ գումարի մասն է խոսքը, մի անգամ, հարգելի բարեկամներ, անունը չեմ տա, ուղղակի խայտարակության կլինի, բայց դուք էլ եք լսել եք, մենք եթերում էլ ենք խոսել բազմիցս այդ թեմաների շուրջ, մինչև հիմա դատաստան կռիվ ու բան ու սենց վիճակ բա էլ շարքային քաղաքացուց որ ասում եք գցի եթե շատ լուրջ մարդիկ շատ լուրջ հնարավորությունների տեր այս վիճակն է բա շարքային ինչ կանեն փողոցի ապերոն նույն տրամաբանությունն է փաստորեն ես երբեք մտքովս չեր անցնի բայց ունենք այն ինչ ունենք ինչ արած գնանք առաջ մեկնաբանություններում ով աշխարհ այստեղ Ջորջ Մելիքը ով աշխատի նա կուտի Ջորջ Մելիքը շատ պարզ կարգախոս է հիշեցնում ժողովրդական իմաստություն։ Մերոք բոլորը նախարար են ուզում աշխատել, Արփինե Փարսադանյանն է ասում։ Համեցեք բաստուրմայով ձվածեղ ուտելու, Ռուբեն Հրեյան։ Ով է հրավիրում։ Պարոն Ռուբենը վերջացավ, Որ քաղաքից, հա։ Հարգելի Ռուբեն գրեք, որ քաղաքից եք, երբեք վերջին անգամ կերել բաստուրմայով ձվածեղ, ֆանտաստիկ բան է դա, ասեք։ Վերջին անգամ երբեք կերել, հա։ Երևի մի ամիս առաջ։ Չէ, մի ամիսը հետ, մի ամիսը ինչ է, մի ամիսը երեք է։ Շատ վաղուց ես չեմ կերել, անկեղծ ասեմ, նենց ախորժակով, հա։ Ինչ է, Հայաստանը վերջացել է բաստուրման։ Չէ, ուղղակի բաստուրմայից ենք խուսափում, ճիշտ ասած, ինքը մի քիչ սպეციფიկ բան է, էլի, հա։
ես բան եմ անում, բոլոր չամանը կողքից հանում եմ, հիմա կասեն, վայ, այդ ինչ բաստուրմա եղավ, բան, Բայց չի բանա, օգնում, հա, մեղմում է երևի։ շատ, իր մեջ էլ իհարկե կա, բաց այդ դրսին է, որ ուտում ես, այդ գեղձերիդ մեջ մնում է այդ բանը, էլի բույսը այդ բանը, ու այդ հոտը միս օրը լողանալուց այդ հա զգում ես էլի որ դա համար։ ԱՄՆ-ում բայց մարդել կա չամանը հացի վրա քսում ուտում է, ասենց կարակի նման։ Այո։ Կարինեն տիկին Կարինեն ասում է, Ռաֆայ ջան, Միացյալ Նահանգներում էլ հայերն են առաքիչները։ Հա, տիկին Կարինեն, բարեկեցության չեն հասնում, հասնում են, այն էլ ինչպիսի։ Ես ընտանիք գիտեմ, երկու որդին ու հայրը Uber են քշում, վարդի պես ապրում են ու փառք ու պատիվ։ Ո՞վ է բան ասում։ Մի հատ ընկեր ունեմ Uber էր քշում մի քանի տարի, ոչ Գլենդելում էր քշում, ոչ Նորթ Հոլիվուդում, գնում էր ասենք ուրիշ քաղաքներ, որ հայքի չասում է, չեմ ուզում որ հանկարծ ճանաչեն ինձ տեսնել, որ Uber եմ քշում։ Դե հիմա, հա։ Չեմ հասկանում, գիտեք ինչ իմաստով, եթե դու գործդ ազնիվ բան անում ես, ինչ կա ամաչելու, հա։ Գործը, աշխատանք է, պետք է մարդկանց օգտակար ես լինում, կարևորը եւ դու էլ փող ես աշխատում։ Այո, իհարկե։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, ասում էր հին իմաստությունը։ Բաստուրմայով ձվածեղի պատասխանն եմ սպասում, թե որտեղ պետք է լինի, դեռ պատասխան չունենք, բայց Արմեն Գալստյանը ասում է բարևներ Կանադայի Yellowknife քաղաքից։ Yellowknife Աշխարհի ծերն է դա, ես գիտեմ այդ որ քաղաքը։ Հյուսիսա, ամենականադայի հյուսիսն է։ Այդտեղից այն կոնսենս մի հատ բևեռային արջա ու գնում ես օվկիանոսով, բան չկա։ Աշխարհի ծայրն է, մենք շատ լավ աշակերտներ ենք ունեցել Yellowknife-ից, ժամանակին մեր դպրոցից, եւ Արմեն Գալստյան, բարև ձեզ, ուրախ ենք շատ որ ու փաստորեն հայեր կան։ Արմեն, նայ, չսարչես, հա, քեզ լավ նայ։ Հա, պատկերացնում թե որքան սառն է լինելու ձեզ մոտ եղանակը, շատ հաճելի է ամեն դեպքում։ Հայաստանում տղամարդիկ շատ թուլամորթ են դարձել հարցականով Նազիկ Թադեոսյան, տենց բաներ մի ասեք տիկին Նազիկ ջան, տենց բաներ մի ասեք, չէ, ոնց թե։ Երևի աշխատանքի մասին է խոսքը, որ չգիտեմ, ես էլ չգիտեմ, չէ, տիկին Նազիկ ջան, եկեք տենց բաներ չասենք եթերում եւ ես համաձայն չեմ ձեզ հետ։ Հետո մի բան տամ էլի, տենց ասեմ, մեկ որ ասում են, ասենք կանայք սենց են, տղամարդիկ տենց են, հույները սենց են, հայերը սենց են։ Հենց որ այդքան ընդհանրացնում են, էլ այդ մարդուն մի լսեք, հա, որտեղ դա չի կարող ճշմարիտ լինել։ Ոչ բոլոր կանայք են նույն ձևի, ոչ բոլոր տղամարդիկ, ոչ հույները, ոչ էլ հայերը։ Ամեն բան տարբեր է։ Այդ ընդհանրացնելը առաջի սխալն է, որ մենք անում ենք։ Մի հատ բան ասում, այ մարդը հույները սենց են։ Մի հատ ստեղից բան, այ մարդը չէ, չի կարելի, իհարկե չի կարելի այդպես բան կամ բարի ազդեցության տակ եզրահանգում պետք չի անել էլի։ Բոլորն էլ գիտեն, եսի ինչը, այդ բոլորն էլ տենց են մտածում, բայց բոլորին դու չես հարցրել, չէ՞, հա, ընդհանրացնելը պետք չէ։ Ողջույններ կա։ Անլուրջ է էլի դա։ Այո, տնական բաստուրման շատ լավ է լինում, համեցեք մեր տուն, թահանգա բաստուրմայով ձվածեղ ուտելու, Խորեն Պոտիկյանը, պարոն Պոտիկյանը։ Խորեն, ես ինչ ես անում։ Ինչ է։ Բեն էլ տնական, հա։ Ամր դե տունը սարքել կլինի, ես չեմ պատկերացնում։ Բաստուրմա, ոնց։ Դանանես, տնես քարերի տակ, ինչ-որ լավ հիշում եմ։ Ռուսաստանում մերոնք սարքում էին տունը պրեսի տակ էին դնում այդ աղի բանի մեջ, այդ ես էլ եմ ինչ-որ հիշում այդ մոմենտը։ Կացա էր աղի մեջ բան դնում էին այդ ֆիլեները, բաները, հետո պրեսի տակ պիտի ճզմվեր, չաման էին քսում։ Հետո արևի տակ են կախում ինչ-որ, հետո վրա նոր չաման են քսում, հա։ Դե ջանջալ բան։ Այդ չաման էլ կաթում է վրայից ներքև հիշում եմ, Բաքում։ Համբուրգից ունենք բարևներ, բարև ձեզ, այ Համբուրգում։ Ինձ թվում է Լոս Անջելեսում եթե բաստուրմայով ձվածեղի տեղ բացեն շատ լավ կաշխատի։ Մենակ բաստուրմայով ձվածեղ breakfast with բաստուրմա։ Ինչի կարող է մեկնել երշիկով ա ուզում։ Սուջոխովն էլ ված չի, դեպ ասեմ սուջոխով բանը ձվածեղը։ Բանը շատ ազնվական է մի տեսակ այդ բաստուրմայով։ Շատ։ Դե սուջոխի մեջ շատ բաներ կան, հա, բաստուրման հումիս է, էլի։ Երևանում ռուս առաքիչ գիտեմ, որ ամռանը մինչև 1,000,000 դրամ էր աշխատում, իհարկե բայկերի հագուստով, այդպես ասած։ Էլիտնի առաքիչ էր։ Սոնյա Եսայանն է ասում։ Դե բա ինչու ոչ։ Հարգելի Սոնյա, այստեղ ապրելով տեսնելով այդ մարդիկ ամենայն հարգանքով, բայց կյանքից ձեռ քաշած մարդիկ են այդ բայկերով առաքիչները, որտեղ Երևանում երթևեկությունը ինքնին մղձավանջ է։
իրանք էլ մի վարքյան շուտ հասցնել բան, քանի մոտոցիկլետավար է վթարի ենթարկվել ընկել ավտոյի տակ, high risk job-ա, շատ high risk։ Շատ, հա։ Արմեն Գալստյան ասում է Yellowknife-ում -35 Celsius-ով։ Վայ։ Վաու։ Այդ չես կարող շնչել, դուրս եկար շունչդ կկանգնի, մի փակլնի բերանդ բանդ, ամեն ինչ է։ Ժեման, բարևներ Պոցդամից սրտիկներ է մեզ ուղարկում, բարև ձեզ, շնորհակալ ենք բոլորին, այո։ -35? Ինչ էր անունը մեր այդ ռադիոլսովի։ Արմեն Գալստյան։ Արմեն ջան, պարոն Գալստյան, եթե հնարավորություն ունեք զանգեք, էլի մենք շատ հարցեր ունենք այդ ջերմաստիճանում ապրելու պայմանների մասին, մեզ հետաքրքիր է։ Այդ ապրելակերպի։ -35 Celsius այո, կատակ եք անում։ Էդիլյանը դժգոհություն է հայտնում, ասում է մի մոռացեք մեզ մոտ առավոտ է, մի գրգռեք մեր ախորժակը, այսքան շուտ է ձեր պատմություններով։ Զարա Հարությունյանը, ողջույն Ռաֆայել եւ Դերենիկ ջաներ, բարևներ Ռուսաստանի Արմավիր քաղաքից վերջապես կարողացա միանալ ուղիղ եթերին։ Բարև ձեզ հարգելի տիկին Զարա, բարի գալուստ մեր ուղիղ եթեր։ Մենք աշխատում ենք ամեն օր Լոս Անջելեսի ժամանակով ժամով 8:05-ից առավոտյան ուղիղ եթերը 55 րոպե, մի ժամ, մեկ ավելի շատ, կրկնությունը երեկոյան 5:05-ին, էլի Լոս Անջելեսի ժամով, այնպես որ սպասում ենք ձեզ, կարող եք միանալ մեր զրույցներին։ Գնանք գովազդի դադարի, մեր գործընկերներին ասենք։ Մինչև գովազդի դադարի գնալը, Ռաֆայել, դե մենք Facebook-ով ենք, չէ՞ միանում իրար։ Այո։ Եվ հենց բացեցի այս էջին, տեսեք ինչ հարց է տալիս ինձ։ Facebook-ի էջը։ Հարց է երևում։ Չէ, հենց տենց երևում է։ No, հակառակը, ոնց որ անում եք, ահա։ Մի քիչ jet տարեք։ Name one thing better than Այդ ինքն է հարցնում։ Բանա, նպարս է, այս կոմիկական մի հատ բան կա, որ կոմիքսներ ա դնում, բան, ես էլ հարցնում եմ, էլի։ Այդ ինչ եք մանեք, այդ ինչ մի բան։ Հենց առաջի էջին այդ բաց բերեց։ Այ քեզ բան, դե ուրեմն գովազդի դադարի ընթացքում մտածեք, թե ինչ տեսակ ձեր էկրաններին։ Ուրեմն հարցը այստեղ հետևյալն է, ասում է name one thing better than sex։ Ասեք մի բան, որ ավելի լավ է, քան սեքսը, հա։ Ինձ էլ այդ արկիր։ Ունեք պատասխանը կա թե չէ։ Չեմ կարող ասել, չէ, հիմա չունեմ։ Դե գնացին գովազդի, հետո կխոսենք անպայման։ Դժվար հեշտ չի դրան պատասխանը։ Բարեկամներ, ձեզ ասելու բարի օր, ողջույն, ահա։ Կոմենտներն եմ կարդում այդ հարցի տակ։ Ուրեմն հարցը հետևյալն էր Facebook-ում, name one thing better than sex։ Այո, գրում են բան, խաղաղություն, սեր եւ այլն։ Մեկը շատ լավ էր գրել եւ ամենաշատ լայքը ինքն էր հավաké, more sex վերջ։ Վերջացավ։ Լուսին Արեյան։ Աննա, այդ փաստը որ ամենաշատ լայք ինքն է հավաքել, արդեն ահագին բան է ասում, էլի։ Դե լավ, գոնե մարդիկ ազատ արտահայտվելու հարթակ գոնե ունեն, թե չէ ինչ պիտի լինի, բայց իմ կարծիքով ինչքան շատ են խոսում, այդքան ավելի ուրեմն խնդիրների մեջ են։ Փորձն է դա ցույց տալի։ Այդ մեկնաբանություններ Facebook-ով ստե նայում ես ինչքան շատ կա գրավոր բաներ են գրում, բան, ասում ես եղբայր, եթե դու այդ անձնական կյանքի մեջ ես, դժվար թե դու դրա մասին բարձրաձայնեիր, բայց գուցե եւ Ռաֆայել, իդեպ մի բան ասեմ այդ կապակցությամբ, էլի շատերը բողոքում են, այն մարդ էս են գրում, բայց ես այնքան շնորհակալ եմ այս սոցիալական ցանց կոչվածին, որ սկսում ես ճանաչել մարդկանց։ Մարդիկ շատ այստեղ ավելի անկեղծ են կարող իրենց արտահայտեն, քանի որ ասենք դեմքը չես տեսնում, կարող են բան լինել, չես կարող պատասխանատու կամ որևէ բան, էլի, ասենք կյանքում փողոցում մեկը քեզ կանգնի, տենց բան չի ասի, բայց Facebook-ում կասի։ Եվ դա շատ ավելի օգնում է մարդկանց ճանաչելու համար։ Մոտավորապես հասկանում ես, թե ինչ է կատարվում, էլի մարդկանց մտքում։ Այդ անկեղծությունը շատ կարևոր է այս հարցում։ Ես վերջերս մեծ աղմուկ բարձրացրեցին այդ անկեղծության ձևաչափի մեջ բլոգեր եւ մի հաղորդավարուհու երկխոսությունը հայկական ալիքներից մեկում եկել էր, որ այդ բլոգերը ասում է ինչ եք դուք անում, մտնում եք ինչ-որ բաներ եք խոսում եւ այլն գումարներ եք դրանով վաստակում, հիմա այդ ձեր ասած ազատությունն է, բայց հաճախ այդ ազատությունը, որը ռամկաներու ֆորման կորցնում է, դառնում է քարոզ ապրելակերպինի ամեն ինչը, հա, ինչ որ մի բանի դա օրինաչափ է դառնում։ Խոսքը անկեղծության մասին էր։
անկեղծության, ավելի անկեղծ են, քան իրական կյանքում։ Այսինքն կարող Facebook-ում ասում են բաներ, որ իրական կյանքում ասեն, կարող են խնդիրներ ունենալ, ավելի համարձակ են արտահայտվում։ Դա եմ ասած ընդհանրապես։ Եվ դա ճանաչողության համար շատ օգտակար է։ Երկար հաղորդագրություն ունենք շատ, Լուսինե Կարսյանն է գրել, շատ տարիներ առաջ Կոլորադո նահանգի մի քաղաքում մի ամերիկացի կնոջ էի ճանաչում։ Մի անգամ փոքրիկ միրգ հյուրասիրելով ինձ ասաց. «Գիտես սա ինչ է»։ Ծիրան է։ Ես քմծի ծաղ տվեցի ու պատասխանեցի, որ Հայն տենց արստաց, չէ՞։ Լավա չափանակ չի ստացել։ Ես ծիրանն է, ինչի գիտեմ։ Չէ, լավա բաստուրմով չի խփել, կարող ասել։ Չպասել չէ։ Թալ ժամանակ չէ, որ բանը հələ մատուցիկա հələ։ Հա, էլի կարար տես լիդել, հա։ Պատասխանեցի, բանը ասաց, գիտես, սա ինչ ասացի, ծիրան է։ Ես քմծի ծաղ տվեցի ու պատասխանեցի, որ դրա հայրենիքը հենց Հայաստանն է, որտեղից էլ ծիրանը լրիվ ուրիշ տեսք ու համ ունի։ Այնպես ստացվեց, որ հաջորդ տարի ծիրանի սեզոնին Հայաստանից իր մոտ գնալու հնարավորություն եղավ ու հետս ծիրան բերեցի իրեն։ Երբ կերավ, արդեն լավ հասած մեր ծիրանը բացականչեց հենց Դերենիկի ասած, որ այս ծիրանը ձեր ասած սեքսից ավելի լավ ծիրան է։ Բրավո պատմության հեղինակներին եւ մասնակիցներին, օլալա, Ես պատմությամբ ասեմ, էլի, ես հələ երիտասարդ ուսանող էի, բան, չգիտեմ որտեղից էր բան եկել, ու ես հավատում էի դրան, այմար, որ հայկական ծիրանի ջեմը Ճապոնիայում ծախում են արձեկաներով գրամ։ Ու մենք հավատում էինք, այմար, ճապոնացի գնահատում են, բան, ես 90-ականների թերթի։ Որտեղից եք բանարիք, որ հայրենիքը Հայաստանն է ծիրանի, որտեղից է գալիս ես։ Հա։ Ես բան արեցի, Google եմ այս ծիրանի հարցը 50 լավագույն աշխարհի ծիրանների մասին, Հայաստանը չկար, դեռ նշված չէր։ ChatGPT-ն եմ բացում, որտեղից կամ որն է, որն է ծննդավայրը, ծիրանի ծննդավայրը։ Ծիրանի հայրենիքը եւ որտեղից է այն եկել, ասենց ասեմ, կամ տարածվել։ ChatGPT, սա շատ լավ հարց է, հարցնում ասմայլիկով։ Ծիրանի հայրենիքի մասին կան երկու հիմնական գիտական դիտարկումներ։ Գիտական տեսակետը ասում է հետևյալը. բուսաբանների մեծ մասը կարծում է, որ Ծիրանի վայրի նախահայրենիքը Չինաստանն է եւ Կենտրոնական Ասիան։ Չինաստանում ծիրանը մշակվել է մոտ 5000 տարի առաջ եւ այնտեղից է դարձվել մետաքսի ճանապարհով դեպի արևմուտք, ընդհուպ մինչև հարավային Կովկաս։ Ահա։ Մետաքսի ճանապարհը։ Ծիրանը շատ հին ժամանակներից լայնորեն աճեցվել է իհարկե նաև հայկական լեռնաշխարհում եւ հենց այդտեղից է հայտնի դարձել հին հույներին ու հռոմեացիներին։ Պատահական չէ, որ դրա լատիներեն անվանումը Prunus armenica է։ Հռոմեացիները կարծում էին, որ ծիրանը գալիս է Հայաստանից, այնինչ մինչև Հայաստան գալը այն արդեն հայտնի էր Չինաստանում։ Կարճ։ Դե եվրոպացիների համար հայկական է ինչ։ Դե ինչ որ բան կա։ Ճիշտ է, բոլոր դեպքերում բան կա։ Prunus armeniacum շատ լավ է։ Շնորհակալություն հակերի ChatGPT, բայց իրոք մեր ծիրանի պես համոհոտ ես իրոք չեմ կերել։ 1000 տեղ ծիրանել եմ տեսել, ավելի գեղեցիկը գուցե քան մերը, ավելի սենց անարատ տեսքով, բայց մերի համոհոտը անկասկած։ Ես բան ունեինք, այդ փոքրը տեսակը կար, կարմիր էր լինում ավելի, անունը չեմ հիշում ինչ էին ասում, ավելի քաղցր էր լինում դա այդ ծիրանները, ինչ էին ասում։ Արջանաբադ էր, ինչ էր էդի։ Չէ։ Ուրեմն այն շալախը մեծն էր, սպիտակ որ լինում է, չէ՞, ու կար փոքր տեսակը։ Հեսա մեր ռադիոլսողները վստահ եմ կարձագանքեն։ Թող հուշեն, հարգելի մեր քաղցրակեր, մրգասեր հայրենակիցներ, խնդրում ենք հուշեք այդ փոքրիկ քաղցր ծիրանի ձևաչափը ոնց էր կոչվում, հա։ Գլխավոր մրցանակը գնաց ծիրանին այսօրվա Դավիթ Էրմենջյանը, շնորհակալություն։ Դերենիկ ջան, գիտնականներն են նման բաներ բացահայտում, այդ հայրենիքի մասին է։ Արգիշտի Սարուխանյանը աշխարհի 15-20% ծիրանը արտահանվում է Թուրքիայից, Մալաթիայից, Արևմտյան Հայաստան, ժողովուրդ ջան, դա կա։ Նոր հաջնի կամուրջն էլ 7 հրաշքներից է։
Ահա, այդ մի շարքի մեջ է։ Այն որ սարքեցին լուսակերտի կամուրջնա, չէ՞ դա։ Կարծեմ, ահա որ կամուրջը է դին։ Միգուցե Չինաստանից է, բայց համովը Հայաստանիցն է։ Սիմոն Կիլոյանն է, հարգելի Սիմոն, բարև ձեզ։ Մենք չենք էլ բանավիճում դրա հետ, մեր Ծիրանի իրավունքները պաշտպանում ենք մինչև վերջ։ Աղջանաբադն է երևի, Կարինե Հովսեփյանն է Ծիրանի տեսակետը։ Չեմ լսել այդ բառ Աղջանաբադ, չեմ լսել։ Շալախ, գուցե Լուսին Կարսյանը, Թաբաձի, Սիրանուշ Ստեփանյան։ Մի բաներ կարծեմ, հա, Թաբարձի այդ, հա, հիմա հիշեցի։ Այդ Պապուս այգում կար երկու հատ այդ փոքր բանը Ծիրանից Թափարզա կամ Թաբարձի։ Այո, այ ճիշտ է։ Զանգ ունենք, ով է միացել, տեսնենք, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միացել է ձեզ Ղազարը, Կալիֆոռնիայից, Լոս Անջելոս։ Բարև ձեզ Ղազար։ Ու այդ Ծիրանի անունը, եթե չեմ սխալվում, Թափարզա է։ Հենց դա էլ փորձեցինք։ Շնորհակալություն, արդեն ճշտեցինք։ Մերսի, ոնց որ հայերեն բառ չլինի էլի այդ։ Ձեզ լավ որ։ Ավելի թուրքական է հնչում Թաբարձա։ Ինչի մնացածները այնքան հայկական էին, Աղջանաբադ, չգիտեմ, Շալախ։ Այդ շալախը բառը շալախ Ծիրանից է ծնվել։ Կերել են, բարել են էլի։ Հա, տեսել են ծառից ոնց է անգնում, որոշել են ուրախության տաղերն են դրանք։ Այո։ Դե ինչ, 1 ժամ է զրուցում ենք, 1 ժամ է, լրիվ համաձայն են, որ Հայաստանի Ծիրանը շատ համեղ է, Անգելա Գարայանն է հայտնում, անկասկած, ամենաքաղցր Ծիրանն է Աղջանաբադը, Ռիտա Գրիգորյանն է հաստատում, դե ինչ, հիմա էլ Բաստուրմայից անցանք Ծիրանին, հաճելի է շատ, հաճելի է, այստեղ բազմակետ ենք դնում, շարունակելու ակնկալիքով, այո, սիրելիներ, կհանդիպենք վաղը 5 շաբթի օրը չենք հանդիպի, կհանդիպենք ձեզ, չէ, ես օդանավակայան եմ գնում արդեն։ Օ, գալիս ես։ Այո, գալիս եմ, բարեկամներ, գալիս եմ մեր մայրենիք, գալիս եմ մայրենիք, հայրենիքից։ Ես վաղը օդում եմ դեռ լինելու, Գրենլանդիան տեսնեմ Տրամպը ոնց են անում, ինչ են անում։ Ուրբաթ օրը հասնում եմ, ուրբաթ օրը եթեր կունենամ, միայնակ կլինեմ, հա։ Ձեզ հետ երևի երկուշաբթի օրը էլի հեռավար կխոսենք, կապի մեջ կլինենք, կհասկանանք։ Okay։ Դե բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ անչափ, ձեզ էլ ամենայն բարի, կհանդիպենք Լոս Անջելեսում։